Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ, մեզ մոտ նոր օր է սկսում ենք նոր վլոգ։ Հուսով եմ լավ եք, ամեն ինչ լավ է ձեզ մոտ, մեր մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Ես սկսեցի վլոգը վարել ու մեզ մոտ սկսվեց աղմուկը կողմնակի, բայց ոչինչ ինձ թվում է լսվում է ձայնը, ներքևում շինարարություն են անում։ Ու այսօր որոշել եմ պատրաստեմ համացանցում թրենդային հիթ դարձած պիլմենիները, կոչվում է ծույլ պիլմենի։ Որոշել եմ ես էլ հետ չմնամ ու պատրաստեմ, իհարկե միասին ենք պատրաստելու, տեսնենք ինչպես է ստացվում, առաջին անգամ եմ պատրաստում, երևի շատերը դեռ չեք պատրաստել, պատրաստենք միասին, տեսնենք արժե թե ոչ։ Գնացինք խոհանոց։ Այստեղ մինչ պիլմենին պատրաստել է, Գագոն աշխատանքից տուն վերադարձավ ու գնումներ է կատարել առանց մեզ իհարկե, մենակ մտել էր Մերկադոնայից է կատարել։ Ու չգիտեմ ինչ գնումներ է կատարել, իհարկե որոշ մասը գիտեմ, որովհետև հեռախոսով մի փոքր գնումներ միասին ենք կատարել, բայց մնացածը չգիտեմ, անկեղծ ինչ է գնել, ինձ էլ է հետաքրքիր, եկեք միասին նայենք։ Ինչ է գնել, այստեղ աղցանի համար կանաչիներ, սա տեղյակ եմ, կարելի ասել միասին ենք հեռախոսով, եթե Գագոն խանութը մտնում է, մամպամա պետք է զանգի։ Սա կանաչիներ աղցանի համար, արդեն լվացած պատրաստ, այստեղ ինչ է գնել, թուզի սեզոնն է, անպայման թուզ, այստեղ երկու տուփ թուզ է գնել, երկու տուփ թուզ է գնել, այստեղ մոցարելա պանիր կերված արդեն պատրաստ, երկու տուփ էլ սա է գնել, այստեղ թաց անձեռոցիկ է գնել, իհարկե հաց, գնեմ, այս տեսակի հացել է գնել, չապատա տեսակի հացավ, գնել է լոլիկ, այս անգամ սա ենք գնել, ուզում եմ բուրատապաներով աղցան պատրաստել, այս տեսակ ավելի հարմար է։ Սա և այս տոպրակի մեջ մնաց դեղց, այս տափակ դեղցերը, որ շոտ համով շոտ քաղցր են այս դեղցերը։ Սա է գնել, հիմա մյուս տոպրակը։ Մյուս տոպրակից գնել է հունական յոգուրտ, գնել է հապալասը գնել, շատ համով է, հատկապես, այս Գագ, Մերկադոնայից ես գնել բոլորը։ Մերկադոնայից ես գնել բոլորը։ Հա, հատկապես Մերկադոնայինը շատ լավն է։ Այստեղ այսպիսի տուփով խնձոր, հուսով լավ է երևում ժողովուրդ ջան։ Այստեղ ինչ է գնել է կերաս։ Այստեղ այս մի տեսակի կերասը կա, բայց շատ համով է այս կերասը, կիլոգրամը հիմա 7 եվրո է դարձել, մի փոքր էժանացել է։ Սա է գնել, այստեղ այսպիսի, չգիտեմ, երևի վիչինայի նման ինչ-որ բան է, դա, այստեղ շոտ բանան, որովհետև մեր տունը ոնց որ այս վերջին շրջանում բանանը լավ, բանանի հետ լավ ենք լինում, բանանը գնել, անձեռոցիկ, որը տակն է դրել անձեռոցիկը մի փոքր ճմրթվել է, և գնել է արդեն այս շոքերին գասպաչո, սառը ապուր, իսպանական սառը ապուր, որը շատ համով է ու շատ հեշտ է պատրաստվում, մենք շատ ժամանակ մենք ենք պատրաստում, չենք գնում, բայց ուզում ենք արագ լինի, հիմա սա սառնարանում կտեղափոխվեմ ու այս շոքերին ամենալավ միջոցն է հովանալու, շատ համով է լինում ու հիմնականում ամառն են վայելում իսպանացիները։
մի խոսքով գազպաչո։ Միասին մի օր կպատրաստենք գազպաչո, կա տարբեր տեսակներ, գազպաչոյի տարբեր տեսակներ պատրաստման, ամենահեշտ, ամենաավանդական ձևով մի օր կպատրաստենք անպայման։ Եվ սա, այսքանն էին մեր գնումները ժողովուրդ ջան։ Մի փոքր գնում կատարել էր Մերկադոնայից, ասեցի ձեզ հետ էլ կիսվեմ, թե ինչա գնել Գագոն։ Ժողովուրդ ջան, այսքանն էին մեր գնումները, ավեջիշտ մեր չէ, Գագոյի կատարած գնումները, Մերկադոնայից միայն Մերկադոնայ էր մտել, հատկապես հացի համար էր մտել, հետո այնտեղ լոլիկ չունեինք, մի խոսքով արդեն քիչ-քիչ ավելանում են, չէ, որ մտնում ես խանութ։ Հիմա այս բոլորը ես տեղավորեմ, նորից միանամ ձեզ։ Ահա, սիրելիներս, ես վերադարձա, հիմա պատրաստում ենք պիլմենին։ Հիմա այստեղ բլենդերի ամանի մեջ, քանի որ փոքր էր 4 ատամիկ եմ գցել սխտոր, ինչպես որ պատրաստում ենք ինձ թվում է պիլմենի ֆարշը, այդպես էլ պատրաստում ենք սա, սովորական պիլմենին ինչպես որ պատրաստում ենք։ Այստեղ բլենդերով մանրացնեմ, կխփեմ ավելի ճիշտ սոխը։ Սոխը կավելացնեմ այստեղ համեմունքներ, աղ, սև պղպեղ, կանաչի, երևի այդքանը կավելացնեմ, արդեն պատրաստ կլինի մեր մսային ֆարշը։ Այստեղ սոխը հարելուց հետո ավելացնում եմ իհարկե մսի վրա, մսի ֆարշի մեջ։ Սոխ և սխտոր։ Ինձ մոտավորապես կես կիլոգրամ միսը։ Ճիշտ ասած որոշեցի առայժմ քչով փորձել, տեսնենք ինչ է ստացվելու։ Սա կավելացնեմ կանաչի, ինչպես ասեցի, սև պղպեղ և աղ։ Անկեղծ այստեղ ես թարմ համեմ չունեի, սառեցվածն ունեի մի փոքր, դա եմ ավելացրել և մնաց ավելացնեմ աղը, իհարկե ըստ ճաշակի և սև պղպեղը։ Մի փոքր էլ այսպես կավելացնենք սև պղպեղ։ Այստեղ շատ քիչ, շատ աննշան, միայն համի համար, չեմ սիրում, որ շատ կարմիր ալինում պիլմենի միսը, կարմիր պղպեղը շատ ենք ավելացնում։ Ավելացրեցի, հիմա սա լավ կխառնեմ ու արդեն պատրաստ է մեր մսային ֆարշը։ Հիմա սա պետք է գնդիկների վերածենք, այս ֆարշը, ու թողնենք մոտավորապես 1 ժամով սառցախցիկ։ Ոչ թե սառնարան, այլ սառցախցիկ։ Չգիտեմ անկեղծ ինչ կստացվի, ինչպես ասեցի, ես էլ առաջին անգամ եմ պատրաստում, եթե մեր դիտորդների, հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր պատրաստել են, կարող եք նաև ձեր պատրաստածով կիսվել։ Ես պատրաստում եմ առաջին անգամ։ Այստեղ արդեն մսի խճողը պատրաստ է, հիմա պետք է փոքրիկ գնդերի վերածենք։ Այստեղ արդեն այսպիսի տախտակ եմ պատրաստել, հենց դրանով էլ կդնեմ սառցախցիկ։ Ինձ թվում է ինչ չափի, որ ուզում ենք պիլմենի լինի, այդ չափի էլ պետք է գնդերի վերածենք։ Ինձ թվում է այս չափը լրիվ բավական է։ Այսպես շարենք այստեղ, որպեսզի հետո սառցախցիկում դնենք։ Հիմա ես այս գործողությունը առանց ձեզ երևի կատարեմ, որ շատ չձանձրացնեմ ձեզ։ Նորից
կհանդիպենք սիրելիներս։ Ստեղում է միահավասար բնականն չեմ կարող անել, բայց ամեն դեպքում մի փոքր հավասարությունը պետք է պահպանենք։ Ու առիթից օգտվելով սիրելիներս, ուզում եմ մեկ անգամ եւս մեր բոլորի անունից մեր շնորհակալությունը հայտնենք ձեզ, որ այդքան դուք լավն եք, ուրիշ բան չեմ կարող ասել, որ դուք այդքան սիրեցիք իմ սկիսորին, այդքան շատ սիրեցիք ու բարևներ էիք ուղարկե Ֆլորա Գևորգյանը, ես անպայման կփոխանցեմ, անպայման, սա էլ այսպես, ու որ դուք մեզ հետ եք, մեզ դիտում եք, ուրախանում եք մեր ամեն մի հաջողությամբ սիրելիներս, անչափ շնորհակալ ենք ու անչափ դա կարևոր է իհարկե մեզ համար։ Սա էլ լավաստացվելու, չգիտեմ մեծափոքրը, սա է առաջին անգամ, հետո արդեն եթե դուրս եկավ իհարկե հավանեցի պատրաստեմ, ըստ դրա արդեն կորոշեմ։ Մեծ եմ անում մի փոքր էլ, եկեք տարբեր չափերի անենք, համը կտեսնենք չափը որն է լավ, իստվում է շոտ մեծ եմ սկսել։ Սա մի փոքր անեք, արդեն կերևա որն է լավ։ Մի խոսքով սիրելիներս, այսքանը ես կատարեմ, այս գործողությունը, նորից կհանդիպենք։ Այստեղ այսպիսի գնդիկների այս չափերի, ճիշտն ասած ես մի փոքրացրեցի, որովհետև հենց սկզբից շոտ մեծ էի արել, ինձ տես տվաց, չգիտեմ հիմա որ այս անգամ պատրաստեմ, արդեն կիմանամ ինչ չափի։ Մի խոսքով այս չափի գնդիկների հիմա սա տեղափոխում եմ սառցախցի, գոնե 1 ժամ պետք է մնա սառցախցիկում։ Կհանդիպենք 1 ժամ հետո սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ուզում եմ մեր եղանակի հետ ձեզ ծանոթացնեմ, ասեմ, որ այս լավ շոկերից հետո այսօր բավականին հիմա մանավանդ, արդեն մեզ մոտ երեկոյան ցուրտ է, լավ, քամի է, անձրև է, լավ, հորդառատ անձրև է, մի խոսքով այն շոկերը մեզ մոտ անցան ու պատկերացրեք, որ սառնոտ է, տաքը դուր է գալիս։ Այս էլ մեր այսօրվա եղանակը, ուզեցա ձեզ մեր եղանակից էլ ասեմ։ Հանկարծ բաց չթողնենք, որ եղանակը չենք ասել այսօր։ Հիմա գնանք արդեն անցել է մեզ մոտ 1 ժամ և մի փոքր էլ ավել է անցել, սառել են արդեն մսագնդիկները, գնանք սարքենք մեր տրենդային ֆիլմերին։ Գագոն գիտեք ինչ ասում եմ եղանակը շատ բարենպաստ է մեր հողամասի համար, ամեն մարդ իրա դառնա։ Բոլոր եղանակները իրանց գեղեցկություն ունեն։ Դե հա, բայց ամառս ես չի սազում, այս սենց անձրևոտ։ Ամիսը 2 անգամ անձրև։ Ամիսը 2 անգամ անձրև, հեն այս ամիս առաջին անգամ եկավ։ Խոսքով գնանք տեսնենք ինչ ֆիլմերի ենք սարքում։ Այստեղ պատրաստել եմ և ջուրը և ալյուրը։ Այստեղ էլ ափս եմ պատրաստել, որ դնեմ վրան։ Այստեղ արդեն սառել է ինձ մոտ այս մսի գնդիկները, հիմա պետք է մտցնեմ ջրի մեջ։ Մի քիչ պետք է մտցնեմ ու ալյուրի մեջ թաթախենք։ Հետո ու այդպես պետք է շարունակ 5-6 անգամ կրկնենք նույն գործողությունը։ Նորից պետք է ջրի մեջ, նորից ջրի մեջ ենք մտցնում ու նորից ալյուրի մեջ։ Սա 2 անգամ։
չգիտեմ, ինչ կստացվի, գագոնցի ծաղում այն վրա, Որովհետև կորորակին լողացնում։ ծիծաղում այն վրա, բայց տեսնենք, նորից պետք է մտցնենք, ըստ վլոգների մոմանց, կակամի ծիծաղ, այս դες ինչ համով է լինելու, նորից, ես հոմա երևում է չէ ժողորդ, նորից ջրի մեջ, Լվանում ենք։ նորից լվանում ենք, չտասում, ու նորից խմորի մեջ, ավալուրի մեջ, խմորի, սիրքանի անգամ արեցինք կակ, 3, բայց ինչի հենց 5 անգամ, ես ինչ պնդի կորս եմ անում, ժողորդ, Ինչ վարետի դու ես անում։ Ես անում հիմա կկանգնացներ, նկարահանումը մի հատ կջղայնանար։ Օй, այսի 3, ոնց որ ստացվում է, գիտեք, նորից, Չեք մոռանում տրոր եք լավ։ կոչվում է ծույլ ֆիլմենիներ, էլի, ծույլ մարդու համար է, Արա հետ չեն ծուրում այլ բանալ չի։ բայց եսի ավելի Դժվարա կանստեն։ դժվարա կանթեն խմուրն անում է սիրոն մակորա կուրատնի, հիմա, նորից, եսի ոնց որ 4-ներ կակ, Լողցր այլ են։ չգիտեմ, բեղողջանի չստացվելու, բայց, խմուր է էլի լինում, ինքը ջրոտքում է, Ջրի հետ խառնում նա խմորը, նենը խմորը կանեմ կարի էտի։ դե եսի որ շատ Տրենդային է շանջը էսի։ եսի տրենդային է ժողովորդ, տրենդային, նորից եմ մտցնում, մեկ անգամ էլ անեմ, ասել են 5-ից 6, 5-ը գոնե պահպանենք, էլի, հիմա նորից ալյուրի մեջ մտցնում ենք, թաթախում ենք ալյուրով, հետո այսպես լավ թաթախելուց հետո մի փոքր ձեռքերով ամրացնում ենք, այսպես որ ալյուրը կպնի վասի վրա, այսպես անում ենք, այստեղ սառելը կպելա տախտակին գագոն է տա տանջվում հանում Հա, բայց սրա էլ բան է, ծույլը որն է։ Չգիտեմ, սա առաջինը, երևում է չէ նկարում եմ, հիմա, այսպես, ինքը մի քիչ հաստանում է, դի խմոր է լինում, ձեռքերով, այսպես ենք անում, մի փոքր ձև ենք տալիս, Չէ ծույլ չի։ Դու որ ֆիլմենի ես անում, ես դիվանին պարկած եմ։ այսպես տանջվում ես, Այսպես ոնցի տանջում ես։ Հետո անում դեմ ծույլ ֆիլմենի եմ սարքում։ Մի հավատացեք, ջրող ջան։ կեղծակեղծ, հիմա, այդ ստացվելու է, Ամուսնուն աշխատացնելու ֆիլմենի։ բայց ստացվելու է, տեսեք, հիմա հանած կա այդտեղ կակ, Ես վերջացրի։ դուք գործը վերջացրի, 170 հատ արդեն։ լավ, հիմա երևի մի հատ կողքերս հավաքեմ, որ չասեն փենթի խոհանոց էր, որ նոր շարունակենք ժողովրդան։ Անցնում ենք հաջորդ պարտիան, ժողովուրդ ջան։ Ամեն դեպքում կարելի է փորձել, եթե ինչ-որ մի նոր բան դուրս է գալիս, ես սիրում եմ փորձել։ Տեսնենք արժե, չարժե, ջրես ավելացնում։ Հիմա ոնց ուզում ես արա, ալյուրը թափվում է կողքերով։ Երևի իմ ամանը ես փոքր եմ վերցրել, դրա համար թաթախելուց կողքերով է թափվում, կներեք։
Չնայած եթե գործ ես անում, արդեն ուզես կեղտոտվում է։ Այսի երկոս։ Նորից թաթախում ենք այլորի մեջ։ Ու հիմա արդեն իմ այլորս քիչ-քիչ խմոր է դառնում, հետաքրքիր է։ Դե այսինքն ջուրը, որ արդեն ջրոտվեց այլորը, խմոր է, էլի դա ամբողջ էֆեկտը։ Հիմա սա էլի նորից։ Իսի երկրորդ անգամ էր չէ կապ։ Սա երրորդն է։ Իսի երրորդն արդեն, հա։ Հիմա նորից էլի այլորի մեջ։ Երեք, բայց սիրուն ա եղե, չէ։ Ռաֆայելոնի նման է ճիշտ։ Ինձ ասել է շատ չտիծավաս։ Իմազան շատ իզոր ժպիտն ու ծիծաղը Այո, ես էլ եմ այդպես կարծում, ես սիրելիներս ծիծաղալու եմ, ժպտալու եմ, պատկերացնում եք ինչ-որ առանց էմոցիայի բլոգ վարեմ։ Դառնա արհեստական Բանականություն։ Արհեստական բանականություն կդառնա ճիշտ է։ Սա արդեն 4-րդն է։ Ուրեմն պետք է մեծ ափսե վերցնել։ Պետի նկատի ունենանք։ Թավանք, սովորենք։ Իսկ թվում է 4 անգամով բավական է, լավ, իսկ մեկը 4 անգամ անենք, էլի։ 5 արա, փորձած բան ավելն է։ Այսիմ։ Չէ, 4 եմ անում։ Այսպես անում ենք, որ խմորը դառնում էլի վրան։ Խմորը կպնի։ Սրանից հետո պետք է էլի սառեցնենք։ Չէ, էլ չենք սառացնում, արդեն ջուրը երացնում ենք, հա։ Պիլմենի նման էփում ենք։ Ու պետքա էփելուց անընդհատ խառնենք։ Հա, մի տարբերակ տեսա ժողովուրդ, ջրի մեջ երևի կես թեյի գտալ, օսլա լցրեց։ Բայց Իսկ թվաց, որ այդ օսլան պետք չի, հենա այլորը նույն օսլան է էլի համարյա։ Ինչն է պետք օսլան։ Ժողովուրդ ջան, այս տեստը ստացավ, դեռ ունեմ էլի պատրաստելու, ասեց ես քանոց ես ցույց տամ, նոր շարունակեմ։ Ասած կակոյ Ռաֆայելոներ ոնց որ լինեն։ Հիմա ես շարունակեմ մնացածը, մինչ այդ ջուրը դնեմ թող եռա, որ պատրաստենք, տեսնենք ինչպես է, ինչ է ստացվում։ Այստեղ ինձ մոտ արդեն ջուրը եռա, ջրի մեջ իհարկե աղ ենք ավելացնում։ Կարող եմ մի քանի հատ էլ սև պղպեղ հատիկավոր ավելացնել, մի հատ էլ բերեմ։ Ու հատ-հատ ավելացնում ենք մեր պատրաստած պիլմենիները անպայման խառնելով իհարկե։ Ավելացնում ենք ու անպայման իհարկե խառնում ենք։ Ավելացնում ենք երկրորդը։ Թվում է ասացին, որ պետքա խառնում ենք երևի, որպեսզի չբացվի, չգիտեմ։ Երևի հատ-հատ ավելացնում ու խառնում։ Ժողովուրդ ջան, այստեղ անընդմեջ մեջ խառնելով եփել եմ։ Հիմա արդեն պատրաստ եմ։
անում եմ մատուցել։ Կարելի էր անգամ, տեսեք, երևի սա 4 անգամն եմ, չգիտեմ, ալյուրի մեջ մտցրել, կարելի էր 5-6 անգամ, նույնիսկ պետքա մտցնել, ճիշտ է։ Ստացվում է, լավ է ստացվում։ Ճիշտ է, մի փոքր ես եմ եղավ, որ ամանս երևի փոքր էր ալյուրի։ Պետք է մի փոքր մեծ աման վերցնեի, բայց ստացվում է, ոչ բացվում է, տեսեք։ Ուղղակի իրոք 5-ից 6 անգամը պարտադիր է ալյուրի մեջ թաթախել եմ։ Սիրելիները, սա պատրաստ է մեր, ինչպես ասում են, ծույլ պիլմենիները, բայց ասեմ այդքան է ծույլ չէր, բայց լավ է ստացվում, ուղղակի եփելու ընթացքում մանավանդ առաջի մի 5 րոպեն անընդմեջ պետք է խառնել, իրոք պետք է խառնել, որպեսզի չբացվի։ Մի խոսքով, սա է այսօրվա մեր պիլմենիները, թրենդային պիլմենիներ, այդպես ասենք, պատրաստեցինք, սա էլ պատրաստեցինք, կարելի է փորձել, իրոք կարելի է փորձել, բայց երևի ես մեր սովորական տեսական պիլմենին կպատրաստեմ մյուս անգամ, բայց սա էլ կարելի է, արագ է ստացվում, ինչ առումով խմոր չես անում, չես բացում, մի անգամից մսագնդերը թաթախում ես ալյուրի մեջ, ջրի մեջ, ալյուրի մեջ, ջրի մեջ, արագ է ստացվում իրոք։ Մի խոսքով պատրաստեցինք այսօրվա մեր պիլմենիները։ Ահագին ժամանակ էլ մտածում էի պատրաստեմ ու չէր ստացվում։ Այսօր որոշեցի պատրաստեմ ու կատարեցի։ Սիրելիներս, գնանք համտեսենք մեր թրենդային պիլմենիները։ Ասում եմ ձեզ առայժմ նորից կհանդիպենք անպայման, իսկ ով մեզ պահին մեզ այդ ճաշում է, բոլորին ասենք բարի ախորժակ։ Ողջույն սիրելիներս, ողջունում ենք ձեզ ու սկսում ենք նոր վլոգ։ Դուրս ենք եկել, ուր ենք գնում։ Գնում ենք ելակի սածիլներ գնելու համար, քանի որ վաղը նորից գնալու ենք Հողամաս, մեզ մոտ արդեն էլի շաբաթ է եկել ու մենք ոնց որ մեր շաբաթ կիրակիները անցկացնելու ենք Հողամասում։ Ու բացի ելակի սածիլներից որոշել ենք, գիտեք, հավ ենք ուզում պահենք, մինչև հավերի գնելը կերն ենք ուզում առնենք, քանի որ վաղը հավել ենք առնելու։ Մի խոսքով դառնում ենք ֆերմեր։ Չգիտեմ, ամեն դեպքում առայժմ հաճելի է այս պրոցեսը, որը կյանքում չենք սրանով զբաղվել, բայց տեսնենք։ Հիմա արդեն մենք տեղ հասանք, ելակի սածիլները առնենք ու գնանք հավիկների համար գնելու, որ վաղը գան ու սոված չլինեն։ Այս այդ նույն խանութն են գալիս, որ մնացած բանջարեղենի շիթիլներն են գնել։ Հիմա ինձ մեզ մենակ ելակինն է պետք։ Այս են խանութն է, որ չոն թողում նկարենք։ Եսի բանջարեղեն է։ Մեզ էլի է պետք բանջարեղեն։ Ինչ ես ման գալիս։ Սմարոդինա։ Մարոդինա։ Այ մալինա է։ Էս կիվի։ Կիվի է։ Կիվի ծառա, թուփա ծառա։ Կիվի է։ Էս էլ է կիվի։ Կա կիվին ծառ չի լինում։ Ախի աստեղ սենց կիվին այս տիպի։ Հատա կրքեր էր։ Այս էլ է կիվի։ Սա թուփի նման լինի։
Հեսա ծառերը այստեղ կան։ Օ, ինչքան լիքը ծառ կա։ Հեսա սմարոջինան կա, կարմիրն կա։ Եսի չորացած է։ Հա, դա արդեն չորացած սմարոջինա է։ Էսի դեղին է։ Անի։ Էս էլ է չորացած։ Մի քիչ էսքան տեղից է։ 9 եվրո ու լավն էլ չի։ Էսը տեղին սմարոջինա է։ Հա, տես։ Չկան լավն է, երևի էսի ավելի շատ են գնում, կարմիրը ու պրծելը։ Հո հետևները լինի։ Դա չէ։ Չէ, չկա։ Չէ, տեղին է։ Խաղողի ծառ, ծառը վազերը։ Այ, հլգագո, խնձորը վրը։ Եսի մա, հանցա գործություն է տանես։ Ես Շլավն էին։ Սե խաղող։ Խաղողն էլ ավր են։ Ասա որ հողամասում կա դրանցի չի։ չէ, եսի շո։ Հա, մաներ։ Մենք դուրս եկանք, չկար, հա, ինչ-որ կակ ասեց, Չէ, նվազ էր, շատ փոքր էին։ ուքրեի շատ, Դրա համար չվերցրեցի, որտեղ ուրիշ խանութ էլ կա։ Վաղը որ պետք է գնանք ճանապարհին էլի կա։ Դրա համար եթե որոշեցի։ չլինի, էսի կա ու կա, Հա, խոսքով ուրիշ տեղից կնայենք, հիմա գնում ենք մեր հավերի համար կերը հա, գնելու, բայց լուչում ենք այդ ավերը։ բայց արդեն գնում ենք կերը, մեր են արդեն գնացինք։ Իրականում խանութները շատ մոտիկ են, այս ծաղկի խանութը և Մի ուրիշ էլ այդպես ուրիշ գյուղատնտեսական խանութ իրար շատ մոտիկ են, այստեղից զատիկի համար միշտ ցորեն եմ գնում, այդպիսի բաներ շատ է լինում, ստեղ էլ է, բայց կակո ծածին են լինում, Հա, գնայինք մի հատ ստեղ էլ, այս խանութում էլ է լինում, այս էլ մյուս գյուղատնտեսական խանութը, ստեղ հավիկներ չէին ծահավիկներ, հավեր չէին ծախում, Ծախում են։ կենդանիներ, թռչուններ, ծախում եմ, բայց ազգային ժողովը որոշեց հա, ընդեղից առենք, կատուն, իչանք, այստեղ քիչ է, սացիլները շատ քիչ են, այստեղ էլ չեղավ սա էր միայն, խոսքով ուրիշ կեղից գնայինք, հիմա գնանք կերը գնելու, կար, Հա, այստեղ խառնած է, ցորենա, կուկուռուզա, սենց են գարի է, ուտելա, հա, այս մաներա լինում, հա, բանց։ ուրիշ չկա այս մի տեսականին, Ես մի տեսականին է, ինչպես նես նայում, նենց զարհացած նայեցիր, լավ, ես չգիտեմ, բայց իչա, ինչու՞ր, չգիտեմ։ խոսքով սենց խորը խանութը անշուկ, իմ համար անշուկ խանութը, ծը պահես լինի, գնացինք, տեսնենք, հա, ինչ հաժա 1 կիլոգրամը, գնացել է իմանամ, աշխատողում, մենք ինչ-որ պետք էր գնեցինք մի բան էլ ավել, ժողովորդել է պիսոն ոնց է նստել, պիսո, քնեց,
Սիրուն եք է նստել է։ Ննջեց։ Մի անգամից սույս տանք ինչ ենք գնել, կարան։ Հա, ես արանքից Հեսա բրնել եմ սենց, այստեղ մի կերնո, այդեղ մյուս կերնո։ Ես չգիտեմ ինչի համար վերցրեց կակոն։ խաղու է պայդա։ Այսի ավերի համար չի ժողովորդ։ Աստորեն մենք դարել ենք արդեն գյուղատնտես։ Սա էլ էսա։ Բայց կոմը ուրիշ բանել ենք առել հավերի համար։ Հեսա դա ենք ցույց տանք։ Ամեն ինչով ապահովել ենք հավերին։ Հեսս փակել ես որ չերևա։ Հա։ Եղասկա, ինչ որ անհրաժեշտ է։ Բայց Ժոզալական դեռ հավերը չունենք։ Վաղն էլ դա ենք գնելու, հավն ենք գնելու։ Այստեղ էլ հենա թռչունները կան։ Այս արիմյանց տեղը նայենք, տեսնենք լավն է այդ թռչունները։ Այստեղ կա Գագոն ասում է չնայած լավը չի նայելը։ Հավիկներ։ Հա, տեսականին երևի քիչ է, չգիտեմ։ Խոսքով ասում լավը չի, ես չեմ հասկանում։ Գնացինք, ժողովուրդ ջան, տեսակ։ Մենք կատարեցինք մեր այսօրվա գնումները։ Ինչ որ պետք է անկողնով հավերի։ Սալաթով, խաշլամայով։ Խոսքով ինչ որ անհրաժեշտ էր հավերին առաջիկա ժամանակները մենք գնել ենք։ Ու երևի կշարունակեմ վաղը, որովհետև վաղն են գնալու, հավերին գնելու, հետո հողամաս են գնալու, երևի կշարունակեմ վաղը, որտեղ այսօր մեզ մոտ արդեն երեկո է, ու այսպես կիսատ չեմ ուզում թողնեմ վիդեոն, կշարունակենք վաղը։ Բայց մինչ այդ, ուզում եմ մեր այսօրվա եղանակներ ձեզ ցույց տամ, 3 տեսակ, ոյս ճոմպիրո, 3 տեսակ մեր մոտ ինչ անձրևեր գալիս, մինչև գիշերվա, չգիտեմ քանիսը գալիս էր այդ անձրևը։ Գիտես ինչ տպավորություն եղավ եմ, հա։ Ոնց որ լրաբերը կամ լուրերը նայելուց լինես, ասես միջազգային լուրերի ավարտից հետո դες կծանոթացնենք եղանակի տեսության հետ։ Եղանակն է, հա։ Անձրև, հորդարատ անձրև է, ոչ թե նորմալ անձրև, որտեղ ես Դանդաղ, մեղուն չէր։ Մի խոսքով, ասի եղանակն է ձեզ այսօրվա ցույց տամ, բայց գրել են անձրև չի գալու։ Հիմա տեսնենք, բայց այն կողմից ոնց որ կապույտ ապերա ու բավականի սառնոտ է ժողովուրդ։ Այն տաքերից հետո այս սառնությունը զարմանալի էր, մի անգամից սառեց եղանակը։ Ամեն դեպքում հաճելի եղանակը կարելի ասել հով։ Սիրելիներս, հետո էր ասում, որ սպասելու ենք վաղվան։ Ոչ։ Մենք տուն մտանք ու հանկարծակի որոշեցինք, որ ինչի սպասենք վաղվան, որ այս ապրանքը տանենք։ Կարելի է, քանի որ մեր ընկերները այսօր գնում են մնան, այսօր ուրբաթ է։ Այսօրվանից մնան, մենք է որոշեցինք անակնկալ անենք իրենք չգիտեն։ Անակնկալ անենք ու գնանք այսօր համ ապրանքը կտանք, համ սուրճ կխմենք ու կգանք։ Խոսքով մենք որոշեցինք, որ գնում ենք։ Իհարկե դուք եմ մեզ հետ միասին։ Այսինքն ստացվում է 3 օր մենք գնալու ենք ու գանք այդ ճանապարհով։ Ինչ արած, այսօր ուրբաթ է, երեկոյա մեզ մոտ գնում ենք, իհարկե մենք հետ ենք վերադառնալու, իրենք մնալու են, շաբաթ գնալու ենք, էլի մենք վերադառնալու ենք, իրենք մնալու են, իսկ կիրակի օրը արդեն էլի ամբողջ կազմով ենք գնալու։ Վաղը գնալու ենք, որ հավիկներին առնենք։ Մի խոսքով, ոնց հասկանում եք, մեր շաբաթ կիրակիները արդեն անցնում են հողամասում, դուք էլ մեզ հետ միասին։ Չեկաք։ Աշուշտ։ Տեսնենք ինչ կստացվի այդ հողամասից։ Մենք մեզ զբաղմունք ենք գտե ժողովուրդ։ Հա։ Խոսքով գնացինք հողամաս հանկարծակի։ Տեսեք մեզ մոտ էլ եղանակը արդեն մի քիչ բացվում է։ Ու վաղվանից էլի նորից խոստանում են արև։
Բնականաբար արև ալինելու, շոկ ալինելու, որտեվ դեռ ամառը առջևում է։ Իդեպ այստեղ ամառը մեզ նման հունիսի 1-ից չի գալիս։ Հունիսի 21-ից։ Հունիսի 21-ից նոր ամառը։ Սիրուն է երկինքը, ժողովուրդ։ Շատ սիրուն է։ Después de tantas vueltas que da el corazón, entendí que solo existe un verdadero amor. He conocido rostros que el tiempo borró, palabras bonitas que el viento llevó, promesas de humo, caricias sin fe, historias vacías que no supe creer. Anduve caminos buscando sentir, besando silencios, tratando de vivir. Ժողովուրդ ջան, այստեղ մենք էլի եկանք գյուղատնտեսական խանութ, ճանապարհին կար։ Ուզում ենք տեսնենք ելակի շիթիլներ կա, թե ոչ։ Վերջի վերջո տեսնենք այստեղ կա, թե ոչ։ Այս այդ խանութը գնացում այստեղ խանվերեր կան։ Ժողովուրդ Ինչ շատ են։ Ստեղից են կառնելու, թե չէ։ Չէ, անից ինձ սերին են ինձ սիրում է։ Շատ սիրում են։ Ինչ շատ են։ Որը մեծ են։ Ահա, այստեղ ելակն էլ գնացինք, ավելի ճիշտ ելակի թուփը, սածիլը։ Սածիլը։ Գնացինք ու գնում ենք։ Ժողովուրդ ջան, տեսակ ելակն էլ գնացինք։ Գնացինք Էմա ջան, բայց մի սածիլը 2 եվրո։ Հա, ու այդքան լավը չէր, չէ։ Չէ, Լավն է։ սածիլը ինքը Ֆարոլի իտալական ելակն է։ Հա, մեծ ելակները։ Շատ պատղատու սածիլներ են, դա բանա, տեսակա։ Դե հիմա պետք է դնենք գրողի մեջ։ Ընդանը։ Որը լսի ժողովուրդ կարող ելակ իծային լսի դրա համար։ Ճանապարհ ընկանք արդեն ժամը 8:25 է մեզ մոտ պակաս միջև հասնենք երևի 8-ը կլինի, չէ։ 8:15։ Գնանք քանի շատ ուշ չի։ Հա, որովհետև քեզ ճանապարհը մենք եկել ենք, շտապելու տեղ չունենք, Չէ, գնում ենք։ ինչքան էլ մոտ լինի։ Գնում ենք հավերի տեղերը դասավորենք, որ վաղն էլ հավերին տանենք։ Después de tantas vueltas que da el corazón, entendí que solo existe un verdadero amor. He conocido rostros que el tiempo borró, palabras bonitas que el viento llevó, promesas de humo, caricias sin fe, historias vacías que no supe creer. Anduve caminos buscando sentir. Այսօր որոշեցինք այս մի քիչ վատ ճանապարհը վանդարի միջով, այսինքն գնալ։ Այսօր այդքան այսինքն հետամուր չենք հանդիպել, չէ՞ ժամին։ Դե հələ որ չի։ Վազողներ կային, բայց չենք եկել եմ որ հանդիպել։ հա, Այս առաջ անգամն է։ հա, այս ժամին ճիշտ է։ Միշտ առավոտ ենք եկել։ Ու միշտ շաբաթ կիրակ ենք հիմնականում եկել, որ շատ են մեծամորտներն էլ, վազողներն էլ։ Այդ հիմա այդ վազողները
Բեկու մեջ ենք հանդիպում, շատ քիչ, բայց այդ անվորդ դեռ չենք հանդիպեմ։ Ես ինչ է։ Այդ ինչ լավ ամենակենաց է։ Խոսքով այս ստանվելով գնում ենք հողամաս։ Այսօր շատ փոշի չի անում գեբանա հողը խոնավը անձրև է եկել լավ։ Ընդհանրապես փոշի չկա։ Հա, այսօր փոշի չի անում։ Հասանք Սելա կարում է։ շլորի ծառի մոտ։ Մեր ուղղակի որ չի ասում մեր բահեմոտ մամդարի շլորի ծառն է։ Համարյա թե հասնում է արդեն։ Հա, սելա կարմրել է։ Լավ, լավ։ Շարունակում ենք մեր ճանապարհը։ Այստեղ ճանապարհին մուշմուլա տեսանք։ Գագուն գնացել է կողի։ Ո՞նց է էսի հասել է մեր այս հողամասին է չէ։ Լավ էլ հասել է, լավ էլ բռնել է։ Հասել էր։ Լավ, լավ։ Լավ էլ հասել է։ Բայց ո՞նց է մերը չի հասել։ Մերն էլ հասնում։ Հա, Մերը ծմատ տեղ է։ տեսեք։ Լավ է մեծ բռնել էր ու լավ էր բռնել։ Առատ Նա ինչ։ ծառը բռնել էր։ Խնամված զեյթունի Տեսեք այգի է, սիստեմի վերքան։ Հա, սա արևանինն է, արևանինն է։ Հա։ Մերը չի խնամվա հա շատ խնամված է զեյթունից, տեսեք այգին։ Էս իրանց մուշմուլաներ կակու։ Հա, դե 4 սատ բանիկ վերցրեք ուզի, թողա 4 սատ տամ իրան։ Համարյա թե հասնում ենք։ Մենք արդեն հասել ենք, իրանք հասել են, բայց ու չգիտեմ որ գալիս եք։ Как վախացնելու ես, բայց տենց։ Կած կլինեն երևի էլի։ Դա չեն եկե։ Չո, կոգո։ Ես պրակ բաներ արել։ Եկել է սիգնալ։ Էլի կանդվեց։ Լավ ես կանդվա կժեք։ Չանցով։ Լավ չեր։ Լավ արդեն տեսան որ եկել ենք։ Ես էլ ստե քանդվա։ Լավ, անցանք էտի։ Ստերի շիր եմ որ մենք եկել ենք։ Հա, բայց չեն զգա որ իրանք մենք էինք այդ ցենը խանողելով որ կա իրանք։ Ավտոներ են անցնում։ Բայց եկել էին, չէ, իրանք լավ էլ ջոկեցին։ Սիգնալ էին տալիս։ Հիմա տենց անելով գնալու ենք։ Դարպաստերը փակել են։ Զարմացել են։ Չի ասում։ Հադես բանի։ Տեսա՞ որ ասում գիտեն արդեն որ եկել ենք։ Ժողովուրդ տեղ ենք հասել,
ելակը արդեն տնկեցին, այս 3 հատը կար, նրանք էլ նոր մեր բերացներն եմ, այս է դիղոնակը, հավեսա չէ ծիտիկների ձենը թրջունների ծլվլոցը, իչակ ներքև անձրևը բան չեր արես, նոր տնկած սացիլները, այն ներքևում էլ մեր հողամասն է, ցանած տեղը, վայ, իսկ ինչ էր, եղնիկ էր, ճիշտ է, նկարիր, նկարել եմ, ժողովուրդ մենք արդեն հետ ենք վերադառնում ու ճանապարհին մի պահ, չգիտեմ ոնց որ երևաց, եղնիկ էր, արդեն բավականին ուշ է, սիրելիներս, մենք արդեն, ինչպես տեսակ, տուն ենք գնում, բավականին ուշ է, ճանապարհին էլ եղնիկ հանդիպեց, մինչև միացրեցի, չնայած նկարել եմ մի փոքր հատված, ահագին երկար մնացին, գնացել էինք սուրճ խմելու, սուրճը փոխվեց հացի, հետո սուրճ էլի, մի խոսքով լավ ժամանակ անցկացրեցինք, հիմա գնում ենք տուն, ու երևի այս վիդեոն ես ավարտեմ այսքանով, ինչպես միշտ ցանկանում ենք ձեզ, որպեսզի մնաք բարյավ ու խաղաղ, լավ լինեք, առողջ լինեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, երևի մեր հողամասի վլոգները դեռ կշարունակվեն, ձեզ ասում ենք հաջողություն, լավ մնացեք սիրելիներս,